Biz nasıl Karabağ'a girdiysek Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Zengezur'dan, Karabağ'dan geçer. Բարև ձեզ, եթերում իրական Թուրքիա նախագիծն է։ 1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինի Շարլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ շտրասե կոչվող փողոցում վերջին անգամ հանդիպեց Թալյաթին։ 105 տարի անց իրական Հայաստանի պրոպագանդայով տարված հայերի գլխին հավանաբար սառը ցնցուղ պետք է լինի, որ Գերմանիայի մայրաքաղաքի ոստիկանությունն արտոնել է անցկացնել մի ցույց, որը կոչվում է այսպես. ի հիշատակ արդի Թուրքիայի ճարտարապետ եւ հեղափոխական Թալյաթ Փաշայի սպանության։ Պատմական Թուրքիան փառաբանում են ոչ միայն Էրդողանն ու Թուրքիայի ընդդիմությունը, այլև թուրքերը փաստացի Գերմանիայում։ Սա նկատել է գերմանահայ սփյուռքը, որի հետ եւս Հայաստանի կապը Թուրքիա պետությունը հետևողականորեն փորձում է խզել, խոստանալով բաց սահման ու առևտուր, բթացնելով վտանգի զգացումը, որը պետք է լիներ, երբ ցեղասպանության կազմակերպչին իրական աշխարհում փառավորում են։ Գերմանիայի հայերը վրդովված են Բեռլինի ոստիկանությանը թուրքական, թալյաթական այս հավաքն արգելելու հորդորեն հղել։ Գերմանահայոց առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը Facebook-ում գրել է. Ոչրագործներին հարգանքի տուրք մատուցելը չպետք է հանդուրժել միջոցառումը, որը մեծարում է ոչրագործին, նրան ներկայացնելով որպես հեղափոխականի եւ արդի Թուրքիայի ճարտարապետի, անտեսում է պատմական պատասխանատվությունը եւ վիրավորում զոհերի հիշատակը, վտանգում է հարաբերականացնել կամ նսեմացնել պատմության ամենամութ դրվագներից մեկը։ Սա խնդրահարույց է հատկապես Գերմանիայում, մի երկրում, որի խորհրդարանը Բունդեսթագը 2016 թվականի հունիսի 2-ին բաց քվեարկությամբ ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ Հատկապես այն պետությունը, որը հանձնառու է պատմական հանցագործություններին առերեսվելու, հիշողության մշակույթի հանդեպ պատասխանատվության, պարտավոր է հատուկ զգայունություն ցուցաբերել պատմական վարկաբեկված անձանց հանրային հիշատակի հանդեպ։ Հայաստանի կառավարությունից Թալյաթի փառաբանման դեմ որևէ հայտարարություն չի հնչել։ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, ինչպես հայտնի է, փաշինյանական Հայաստանի առաջնահերթությունը չէ, ինչպես հայտարարվեց պաշտոնապես։ Իրական Թուրքիա նախագծի այս թողարկմանը դիտեք։ Իրանի դեմ պատերազմի երրորդ շաբաթը եւ Սյունիքը թրիփի իրագործումը ձգձգվում է, այս պահին ամերիկյան առաջնահերթություն չէ։ Zengezur կորիդորը։ Հայերը, որոնք հույս ունեն հայկական արտադրանքը շուտով արտահանել Ադրբեջան, ձգտում են խաղաղության։ Բաքվի պետական մեդիան հայերի արժեքների մասին։ Ermənistan məhsullarının da Azərbaycana ixrac ediləcəyinə ümid bəsləyən haylar Իրանի թուրքալեզու քաղաքացիները թուրքական ռումբ չեն դառնում։ Իրանում պատերազմը պայթեցնում է տարածաշրջանում թուրքական գլխավոր փուչիկներից մեկը։ İçeride olan Azerilerin o tanıtımı biraz yanlış oluyor. Երկու թուրք Բեյրութի հայկական բուրջ համուդում կարդում են Թուրքիայի մասին պատերին գրված հայհոյանքները։ zamanında 1915'te de buraya niye gönderildiler? Abi rahat durmadılar ki. Եվ հարցազրույց Էհսան Մոհավեդյան Ալիևը դեռ խոսում է, եթե քայլանի, Պարսից ծոցի արաբական երկրների վիճակում կլինի։ If they want to do anything, we will react as we are doing in Iraqi Kurdistan, in Arab countries. Եվ այսպես Իրանում պատերազմի երրորդ շաբաթն ավելի վտանգավոր է դառնում տարածաշրջանում բոլորի համար։ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա եւ ինչ է խոսում Թուրքիան այս նոր պայմաններում Սյունիքով Թրամփի ուղու կամ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Ուրալօղլուի ձևակերպմամբ Զանգեզուրի միջանցքի մասին։ Թուրքիայի այս պաշտոնյանը ինչպես միշտ բոլոր առիթներով խոսում Հայաստանի տարածքի մասին ու օրակարգում տակ պահում թուրքական պլանը։ Հայտարարել է, եթե Հայաստանի տարածքում շինարարությունը սկսվի այս տարի, ապա 5 տարի անց ամբողջ միջանցքը Թուրքիայի նախարարի ձևակերպումն է պատրաստ կլինի։ Մենք սկսել ենք մեր երկրի ներսում 224 կիլոմետրանոց հատվածի շինաշխատանքները։ Զանգեզուրի միջանցքի հատվածում դեռևս շինաշխատանքներ չկան եւ ադրբեջանական կողմում աշխատանքների զգալի մասն ավարտվել է։ Բոլոր աշխատանքների ավարտից հետո մենք ավելի կարճ ճանապարհով կունենանք մուտք դեպի թուրքական աշխարհ եւ հեռավոր արևելք։ Եթե Զանգեզուրի շինարարությունը սկսվի այս տարի, ապա ամբողջ միջանցքի շինաշխատանքը ներառյալ Թուրքիայի տարածքում կավարտվի 5 տարվա ընթացքում։ Թուրքիայի նախարարի խոսքում պետք է նկատել, եթե ապա ձևը։ Սա նշանակում է, որ թուրքական կողմում կա անվստահություն, որ Հայաստանի տարածքում շինաշխատանքները կսկսվեն այս տարի, թեև Փաշինյանն անցած տարի հայտարարել էր, բուն շինաշխատանքները կսկսվեն 2026-ին։ 2026 թվականի առաջին կեսին պետք է
համաձայնեցնենք, երկրորդ կեսին պետք է սկսեն շինարարական աշխատանքները։ Բայց սկսվեց Միացյալ Նահանգների եւ Իսրայելի պատերազմը Իրանի դեմ եւ որքան էլ թուրքական կողմը չցանկանա ձգձգել Թրիփի իրագործումը, հաշվի առնելով Իրանի պատասխան հարվածների գործոնը, Թրամփի ներկայությամբ Փաշինյանի ստանձնած պարտավորությունների մասով, այս պահին սառեցված վիճակը բխում է բոլորի շահերից։ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարը նախորդին մարտի 16-ին եւս մեկ հայտարարություն է արել, որից երևում է, որ Թուրքիան Զանգեզուրի միջանցք կոչվածի մասով առնվազն սպասում է Իրանում պատերազմի ավարտին։ Մենք ոչ միայն զարգացնում ենք մեր ազգային ճանապարհային ցանցերը, այլև ամրապնդում ենք եւ կշարունակենք ամրապնդել միջին միջանցք։ Zengezur koridoru. Զանգեզուրի միջանցքը այսօր մենք շատ ավելի լավ ենք հասկանում, թե ինչ նշանակություն ունի այս ամենը Հորմուզի նեղոցում արկա խնդիրների պատճառով։ Հուսով ենք, որ երբ մերձավոր արևելքում կայունությունը վերականգնվի, կկարողանանք նվազեցնել արկա ռիսկերը։ Hayata geçtiğinde inşallah biz o kalkınma yoluna da başlayarak riskleri azaltma noktasında olacağız. Փաշինյանը Ստրասբուրգում կարծես թե ստիպված հայտարարեց, նպատակ չունի որևէ կերպ ձգձգել, խափանել, մոռացության մատնել Վաշինգտոնի պայմանավորվածությունները։ Ես զգում եմ, որ նաև Ադրբեջանում, Թուրքիայում տենց ընկալում կա, որ Հայաստանը կարող է փորձի ձգձգի, ինչի համար պետք է Հայաստանը փորձի ձգձգի։ Բայց ադրբեջանցիներին առաջարկեց Ադրբեջանից Նախիջևան ու հակառակ ուղղությամբ անցնել Հայաստանի տարածքի այլ Թրիփից հյուսիս ընկած հատվածով։ Այս ամբիոնից պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանը Թրիփ նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով Կորնիձոր, Գորիս, Եղեգնաձոր, Երասխ, Երթուղիով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության միջև ավտոմոբիլային կապը։ Այս մեր առաջարկը նպատակ չունի որևէ կերպ ձգձգել, խափանել, մոռացության մատնել Վաշինգտոնի պայմանավորվածությունները։ Եվ ես սա ասում եմ պաշտոնապես։ Երևան հասնելուն պես Փաշինյանը Թրիփի իրագործման շուրջ իրական իրավիճակի մասին խոսեց։ Ամերիկյան կողմի համար այն այս պահին, ինչպես եւ սպասվում էր, առաջնահերթություն չէ։ Միացյալ Նահանգների վարչակազմը այսօր գոնե Թրիփը առաջնահերթությունների մեջ չի, որովհետեւ տեսնում եք ինչ է կատարվում եւ ինչով են զբաղված։ Ցավոք հավանականությունը մեծ է, որ process-ների վրա ժամանակի առումով կազմվի։ Բաքվի պետական մեդիան սա նշանակում է Իլհամ Ալիևը անուղղակի արձագանքեց Փաշինյանի առաջարկին։ Հայաստանը կրկին ծրագրեր է մշակում Նախիջևանի վերաբերյալ, դրա հետևում թաքնված սցենարը վերնագրով։ Մարտի 11-də Strasbourg'da çıxış edən Paşinyan deyir ki, onlar Մարտի 11-ին ելույթ ունենալով Ստրասբուրգում Փաշինյանն ասաց, որ իրենք պատրաստ են ապահովել Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի միջև կապը, սակայն մինչ Ադրբեջանը սպասում է Նախիջևանի հետ ցամաքային կապի հաստատմանը, Հայաստանը սպասում է Նախիջևանի տարածքով իր հյուսիսի եւ հարավի միջև երկաթուղային կապի հաստատմանը։ Հայաստանի սահմանադրությունը փոխելու եւ անկախության հռչակագրին հղումից հրաժարվելու Բաքվի պահանջի ֆոնին մեջբերում են Փաշինյանի խոսքից հատված, թե Հայաստանի նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին չպետք է հղում լինի։ Փաշինյանը նման բան ասել է, բայց ոչ Ստրասբուրգում։ Ստրասբուրգում ելույթի այս կադրերով Փաշինյանի կրծքին փակցրած քարտեզից այնքան գոհ են, որ հաջորդ օրը Երևանում Փաշինյանի արած այս հայտարարությունը մեջբերում են Ստրասբուրգյան կադրերով։ Նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում պետքա չլինի։ Բաքվում իհարկե չէին կարող չնկատել ցեղասպանությանն ու Արցախին առնչվող առաջին հայացքից խիստ ներհայաստանյան թվացող սկանդալը։ revanşistlər isə Paşinyanın müstəqillik bəyannaməsi ilə bağlı sözlərindən və eləcə də saxta genosid Ռևանշիստները սակայն վրթովված լինելով անկախության հռչակագրին հղումից հրաժարվելու եւ կեղծ ցեղասպանության թանգարանի տնօրենին աշխատանքից ազատելու Փաշինյանի որոշումներից շարունակում են կոշտ մեղադրանքներ հնչեցնել Փաշինյանի դեմ։ Նրանք պաշտպանում են կեղծ Արցախի մասին գիրքը Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ին նվիրված տնօրենին, սակայն Փաշինյանը այս քայլը սադրանք անվանեց։ Եվ ուշադրություն առանց որևէ վերլուծության, առանց որևէ մեկնաբանության, ահա թե ինչ հետևություն են անում Բաքվում, երբ հայերը Արցախի եւ ցեղասպանության մասին նման պաշտոնական դիրքորոշում են ունենում։ Rəsmi İrəvana görə hazırda iqtisadi gündəlik
siyasi gündəliyi üstələyir. Görünən odur ki, tezliklə Ermənistan məhsullarının da Azərbaycana ixrac ediləcəyinə ümid bəsləyən haylar Պաշտոնական Երևանի դիրքորոշմամբ տնտեսական օրակարգն այժմ գերակշռում է քաղաքական օրակարգին։ Թվում է, թե հայերը, ովքեր հույս ունեն, որ հայկական արտադրանքը շուտով կարտահանվի Ադրբեջան, ձգտում են խաղաղության եւ միջազգային հարթակներից դա հայտարարելով նրանք սկսել են օրակարգ բերել այդ խաղաղության այս տարրերը, որոնք համապատասխանում են Երևանի շահերին։ Մենք որոշեցինք ցույց չտալ, թե ինչպես է Բաքվի իշխանամերձ մեդիան լուսաբանում Փաշինյանի ուրախ ավտոբուսում կատարվողը։ Եվ այս թեմայի վերջում Ցեղասպանությանն ու Արցախին առնչվող Փաշինյանի դիրքորոշման մասին ահա թե ինչ է գրում եւ խոսում թուրքական մեդիան։ Ուր էինք, ուր հասանք։ Փաշինյանի Ղարաբաղյան քայլը, որը Թուրքիային եւ Ադրբեջանին ստիպեց նրան ասել ապրես։ Այս վերնագրով թուրքական թերթը գրում է. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, որը մեծապես կուրախացնի Թուրքիային եւ Ադրբեջանին։ Ու պատմում են մանրամասները։ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է մի թանգարանի տնօրենի։ Թուրքիայի պետական Անադոլու լրատվական գործակալության ձևակերպումն է սա, որն արտատպել են տասնյակ թուրքական լրատվակայքեր։ Մի թանգարանի տնօրենի Թուրքիայում անգամ լրատվական անդրադարձում փորձում են կիսատ գրել, չնշել, որ խոսքը թուրքերի գործած ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի մասին է, որին աշխատանքից ազատել է Փաշինյանը Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսին Երևան ու Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ Արցախի մասին գիրք նվիրելու պատճառով։ Փաշինյանի խոսքի այս հատվածն են մեջբերում։ Երբ որ երկրի վարչապետը ասում է, որ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրել ինչ նշանակում։ Այս երկրում քանի հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի։ Ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն։ Եվ սա, ինչպես տեսակ րոպեներ առաջ Բաքվի պետական մեդիան ներկայացնում է, ադրբեջանցիների հետ առևտուր անելու հայերի ցանկությամբ։ Իրանում պատերազմը պայթեցնում է տարածաշրջանում թուրքական գլխավոր փուչիկներից ևս մեկը։ Իրական Թուրքիա նախագծի նախորդ թողարկմանը ներկայացրել էինք Թուրքիա-Ադրբեջան եղբայրության հակառակ կամ իրական երեսը։ Թողարկումը հասանելի է Alpha News-ի բոլոր հարթակներում։ Հիմա առաջարկում ենք տեսնել, թե ինչպես են թուրքական հեռուստաեթերում փորձում ակտուալ դարձնել Իրանի թյուրքալեզու քաղաքացիների գործոնը որպես գործիք Իրանի դեմ, ու թե ինչպես են այդ գործոնը զրոյացնում թուրքական մեկ այլ հեռուստաալիքի եթերում։ Թուրքիայում ծագումով ադրբեջանցի գործարարի պատկանող հեռուստաալիքի եթերում քննարկում են Իրանի մասնատումը, մտքներին հայտնի ու ծեծված սպառնալիքն է Բաքվի գլխավոր մահակը Իրանի դեմ։ Իրանի տարածքում եղած թյուրքալեզու միլիոնավոր քաղաքացիներին նկատի ունենալով ակնարկում են, թե ռումբ ունեն Իրանի ներսում, որը կարող են պայթեցնել ամեն պատեհ պահի։ Ve Azerbaycan bu Müslüman hakkını saklılıktan açığa çevirdiği anda Azerbaycan yalnız kalmaz o zaman. Երբ Ադրբեջանն օգտագործի պատասխան հարվածի իր իրավունքը, Ադրբեջանը մենակ չի մնա։ Այդ ժամանակ իրավիճակը կփոխվի, եւ խոսքը այստեղ միայն Թուրքիայի մասին չէ, այլ միացողներ կլինեն։ İran'ın içinden de. Իրանի ներսից էլ միացողներ կլինեն։ İşte onu diyorum. Հենց դա նկատի ունեմ։ 45 milyon Azerbaycan Türk'ü var. 45 միլիոն ադրբեջանցի թուրքեր կան այնտեղ։ Իրանը պաշտոնապես զգուշացրել է Ադրբեջանին, սակայն եթե տեղի ունենա հարձակում, ինչ արձագանք կարող է առաջացնել Իրանի ներսում, հատկապես Իրանի թյուրքալեզու քաղաքացիների շրջանում։ Bunun üzerinde tabii ki siyasi diplomatik Իհարկե, քաղաքական եւ դիվանագիտական ջանքեր կգործադրվեն, եթե դրանք որևէ օգուտ չտան, ապա իհարկե Իրանը կպաշտպանի իր անվտանգությունը ինչպես միշտ եղել է։ Դուք նաև հարցրեցիք երկրի ներսում գտնվող ադրբեջանցիների մասին։ içeride olan Azerilerin o tanıtımı biraz yanlış oluyor. Hangi bakıdan yanlış oluyor? İranlılar, İran'da yaşayan Azeriler olsun, Yahudi, İran Yahudiler olsun, Ermeniler olsun. Թույլ տվեք ասել, որ երկրի ներսում ադրբեջանցիների մասին պատկերացումները որոշ չափով ճիշտ չեն։ Իրանցիները, լինեն Իրանում ապրող ադրբեջանցիներ, հրեաներ, թե հայեր, երբ խոսքը վերաբերվում է անվտանգությանը, դառնում են մեկ։ Նրանք միավորվում են մեկ դրոշի ներքո։ Երկրի անվտանգությունը նրանց համար միշտ առաջնային է։ Ազգայնականության գաղափարները եւ տարբեր քաղաքական հայացքները մի կողմ են դրվում, նրանք
նրանք փորձում են պաշտպանել իրենց պետությունը որպես մեկ միասնական մարմին։ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար այս հայտարարությունը կարող է նորություն լինել կամ այնպիսի նորություն, որը չէին ցանկանա լսել թուրքական հեռուստաեթերում, այն էլ ընդդիմադիր, թեև Անկարայում եւ Բաքվում այս հայտարարությունից առաջ էին տեսել այս իրականությունը։ Իրանի այն քաղաքացիները, որոնց հետ մեծ հույսեր էին կապում հատկապես Բաքվում ու Բաքվի մեդիան, առաջարկելով ազատվել Իրանի բռնապետությունից, Բաքվին պատասխանում են. իրենք Իրանում ավելի ազատ են, քան ադրբեջանցիները Ադրբեջանում։ Թուրքիայից մի բլոգեր լրագրող հայտնվել է Լիբանանում։ Նրան տարել են Բեյրութի հայկական Բուրջ Համուդ թաղամաս թուրքերի հանդեպ հայերի իրական վերաբերմունքը ցույց տալու։ 20 րոպե տևողությամբ տեսանյութի համար ահա ինչպիսի ինտրո սկիզբ են պատրաստել։ Türkler buraya giremez. Թուրքերն այստեղ չմտնեն։ Սա հայտնի հայկական թաղամաս է Լիբանանում, Բեյրութում ենք։ 1915-ին են այստեղ քոչել 250,000 էին։ Լիբանանում քաղաքացիական պատերազմից հետո թիվը նվազեց 120,000-ի, բայց այս փողոցներում անփոփոխ մի բան կա՝ ատելություն, ամեն սանտիմետրի վրա, ամեն պատին, միջև ոսկորները հասնող այդ ատելությունը զգացվում է։ Մեր երկրի, մեր նախագահի, Ադրբեջանի նախագահի նկատմամբ թափվող զայրույթ ամեն կողմում է։ Էլչիբեը մի լավ խոսք ունի. դու կարող ես մոռանալ, որ թուրք ես, թշնամիդ երբեք չի մոռանա։ Այդ թաղամասում միջև ոսկորներս դա զգացինք։ Gücümüz. Ben Tolga Öztürk. Hazırsanız o mahalleye giriyoruz. İyi seyirler. Տեսնես ինչու թուրքը կարող է մոռանալ, որ թուրք է, բայց թուրքի թշնամին երբեք, գուցե որովհետև ցեղասպաններին պետք չէ մոռանալ, որովհետև դա ուղիղ ճանապարհն է դեպի նորից ցեղասպանության զոհ դառնալը։ Քայլում են դեպի հայկական թաղամասի ու ընդհանրապես Բեյրութի ամենահամեղ սննդի կետերից մեկը՝ բաստրմանո ուտելու եւ ճանապարհին հարցնում են, թե արդյոք իրենց ուտելիք կտան հայերը։ Ուտելուց հետո հնչում է գլխավոր հարցը. ինչպես են հայերն ընդհանրապես հայտնվել Լիբանանում։ 1915 yılında göç oluyor. Bu Maraş'tan, Gaziantep'ten, Adana'dan. 1915-ին են հայերը քոչել այստեղ Մարաշից, այն թափից, Ադանայից։ Իսատ պրատ պատասխանից հետո, որը պարզորոշ տեղավորվում էր թուրքական ժխտողականության եւ ժխտողականության քարոզչության տրամաբանության սահմաններում, թուրքերի ուշադրությունը հատկապես գրավում են դրոշները։ Նախ Արցախի դրոշը, ապա իհարկե շատ լավ գիտեն Լիբանանում դաշնակցության մասին։ Bakın şurada 3 tane bayrak var. Birisi Ermenistan bayrağı, birisi kırmızı olan bu Taşra Partisi'nin bayrağı. Տես, այստեղ 3 դրոշ կա։ Մեկը Հայաստանի դրոշն է, մեկը այդ կարմիր դաշնակցության դրոշն է, մյուսն էլ արդեն Լիբանանի դրոշն է։ Տեսանյութի շարունակությունը շատ տրամաբանական է։ Նորից Արցախի դրոշներն են նկատում ու քիչ անց պատին գրությունը։ Էրդողանն ու Ալիևը ահաբեկիչներ են։ Արցախի դրոշը տեսնելուն պես հիշում են Ադրբեջանը հետ է վերցրել այդ հողերը, նկատի ունեն Արցախի օկուպացիան։ Պատերին գրված 1915-ն են տեսնում, իհարկե հասկանալով, թե ինչի մասին է խոսքը, բայց իրենց դիտողներին չեն բացատրում։ Հայերի ատելությունն են տեսնում, ասում ամենուր ատելություն կա, բայց նեղություն չեն քաշում ասելու, թե ինչու։ Պատճառները ոչ ոքի հետաքրքիր չեն, թուրքերից ոչ ոքի։ Վերջում հայկական թաղամասից դուրս գալով նորից սկսում են խոսել, թե ինչպես են հայերը հայտնվել Լիբանանում ու ահա թե ինչ են ասում։ Zamanında 1915'te de buraya niye gönderildiler? Abi rahat durmadılar ki. Ժամանակին 1915-ին ինչու են տեղափոխվել, որովհետև տեղները հանգիստ չէին նստում։ Ֆրանսիացիների, անգլիացիների ձեռքով Անատոլիայում փորձում էին հայկական պետություն ստեղծել։ Այս տեսանյութում կարևոր էր եւս մեկ հատված, այն պահին, երբ իրենց թվում է, թե դուրս են եկել հայկական թաղամասից, ողջունում են իրենց ադրբեջանցի եղբայրներին, որոնք իրենց ձևակերպման Արցախի դրոշը գետնին նետեցին, բայց հերվում նորից նկատում են հայկական դրոշ, ձայներն իջեցնում։ Neyse uzun lafın kısası ayrıldık oradan. Buradan da Azerbaycanlı kardeşlerimize, kardeşlerimize selam olsun. Հեռացանք այստեղից, Ադրբեջանի մեր եղբայրներին ողջունում ենք։ Ղարաբաղի նախկին դրոշներ ունեին նրանք, այսպես կոչված Ղարաբաղի պետության։ Ադրբեջանի զինվորներն այդ դրոշներն իջեցրեցին։ Այստեղ էլ կան այդ մարդիկ։ Biraz daha uzun. Bak burada da bir merli var. Հայերի պատմական տարածքներ քոչած թուրքերը անգամ այսքանից հետո լռում են ցեղասպանական ակտի մասին ու այն մասին, որ քիչ առաջ զբոսնում էին այդ ցեղասպանությունից փրկվածների ժառանգների թաղամասում։ Լռում են
նաև այն մասին, որ Սիրիայի, Լիբանանի մայր համայնքները Թուրքիայի հանցանքի գլխավոր ապացույցն են ու հատկապես վերջին տարիներին թուրքական խոշորացույցի տակ են։ Ընդհանրապես Հայաստանը Սփյուռքից կտրելը, Հայաստանի եւ Սփյուռքի հայերին բաժանելը Թուրքիայի քաղաքականության հին հնարք է։ Փորձում են Հայաստանում հայերին համոզել, թե այդպես կհաշտվեն թուրքերի հետ ու կհարստանան, բայց այստեղ մի մեծ բայց ու կեղծավորություն կա, որը բացահայտ երևում է, երբ Էրդողանը թուրքերին է ցույց տալիս հարստանալու ճանապարհը, պնդելով, որ պետք է միավորվեն, միասնական լինեն ամբողջ թուրքական աշխարհով։ Իրական Թուրքիա նախագծի երկրորդ մասում հարցազրույց է այսօր Էհսան Մովահեդյան, իհարկե Իրանից միջազգայնագետ։ Ինչ է կատարվել Նախիջևանում, ինչ էր կանգնած դրա հետևում։ Մասնագետը կարծում է, որ Թուրքիային փորձում են ներքաշել Իրանի դեմ պատերազմում եւ դրա համար լավագույն ճանապարհը Նախիջևանին հարվածելն է, որովհետեւ Թուրքիան ընդհանուր սահման ունի Նախիջևանի հետ, ի տարբերություն Ադրբեջանի, եւ կարող է հարկադրված լինել օգնել Նախիջևանին։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Իրանի հնարավոր պատասխանին, մասնագետը նշում է, որ քանի դեռ ադրբեջանցիները միայն խոսում են, իրենք միայն հետևում են, բայց զգուշացրել են, եթե Ադրբեջանից լինեն գործողություններ, Ադրբեջանը կստանա այնպիսի պատասխան, ինչպիսին հիմա ստանում են Պարսից ծոցի արաբական երկրները։ Thanks for joining us, and of course my first question will be on ethnic. Շնորհակալ եմ մեզ միանալու համար եւ առաջին հարցս իհարկե լինելու է պատերազմող Իրանում էթնիկ խմբերի մասին, որովհետեւ նրանք այս պատերազմի ռազմավարության գլխավոր մասն են կազմում։ Առաջին իսկ հայտարարություններից Միացյալ Նահանգները եւ Իսրայելը փորձում են օգտագործել նրանց Իրանը ներսից ապակայունացնելու, մասնատելու համար։ Ինչ վիճակ է Իրանում այս առումով հիմա? Situation in Iran regarding this strategy. Hi, hello, and thank you for having me with you in your program. It's not something secret that United States and Israel want to fragment and break up Iran because they consider Iran. Բարև եւ շնորհակալություն հրավերի համար։ Գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը ցանկանում են մասնատել Իրանը։ Քանի որ նրանք Իրանը համարում են ամբարտավանության, դեմ կայունության եւ դիմադրության հիմնական հենասյունը Մերձավոր Արևելքում եւ աշխարհի այլ վայրերում։ Թրամփը եւ Նեթանյահուն անկեղծորեն եւ հստակ խոսում են այդ մասին, եւ կան լուրեր, որ իրաքյան Քրդստանի որոշ անջատողական տարրեր փորձում են ներխուժել Իրան։ Տեսնում ենք, որ Իսրայելն ու Միացյալ Նահանգներն այդքան դաժանորեն թիրախավորում են Իրանի արևմտյան շրջանները, որպեսզի այդ տարածքները խոցելի դարձնեն եւ օգնեն քրդերին Իրաքից մտնել իրանական հողեր։ I consider a zero chance for them because if they want to do it. Բայց ես նրանց հաջողության հնարավորությունները հավասար եմ համարում 0-ի։ Քանի որ եթե սա է նրանց պլանը, ապա իրականում բոլոր ազգերը ոտքի կկանգնեն նրանց դիմադրելու եւ հաղթելու։ Among Iranian people is increasing because all Iranians irrespective what they think about Islamic Republic. Դուք տեսնում եք, որ երկրում իրանցի ժողովրդի միջև համերաշխությունը առավել ընդգծվում է այս օրերին, քանի որ բոլոր իրանցիները անկախ նրանից թե ինչ են մտածում Իսլամական Հանրապետության տնտեսական ու քաղաքական իրավիճակի մասին, տեսնում են իրականությունը, եւ իրականությունն այն է, որ մեր արտաքին թշնամիները, մասնավորապես Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, ցանկանում են ոչնչացնել Իրանը։ Նրանք ցանկանում են ոչնչացնել Իրանը եւ դրանից հետո հաջորդ թիրախը կլինի Թուրքիան, հետո Պակիստանը, բոլոր հզոր իսլամական երկրները։ Մեր ժողովուրդը հասկանում է այս իրականությունը։ Նրանք առավոտյան, երեկոյան, գիշերը մասնակցում են տարբեր ցույցերի։ Evening, morning, in night to support Iranian government. Irrespective of difficulties, irrespective of the different idea they have. Աջակցելու Իրանի կառավարությանը, անկախ դժվարություններից, անկախ երկրում առկա խնդիրների վերաբերյալ իրենց ունեցած տարբեր պատկերացումներից։ Այսպիսով, եթե ոմանք ցանկանում են մասնատել Իրանը, եւ մենք գիտենք, որ դա է նրանց պլանը, ապա նրանք կբախվեն բոլոր իրանցիների դիմադրությանը, եւ մենք կհաղթենք։ If they want to do it, all Iranians will confront them and will defeat them. Իրանական բանակը պատրաստ է դիմակայել նրանց, եւ Իրանն արդեն ոչնչացրել է այն ռազմական բազաներից եւ հետախուզական կենտրոններից շատերը, որոնք նրանց համար աշխատում էին Իրաքյան Քրդստանում Իրանը ապակայունացնելու համար։ Եվ մենք զգուշացնում ենք Իրաքյան Քրդստանի առաջնորդներին, որ եթե լրջորեն մասնակցեն այդ պլանին, կվճարեն դրա գինը։ Working to destabilize Iran in Iraqi Kurdistan and we warn the leaders of Iraqi Kurdistan that if they want to do it,
seriously, they will pay the price and they know that. Եվ նրանք գիտեն դա։ Մենք պատրաստ ենք բոլոր անջատողականներին ուղարկել դժոխք, ինչպես դա արել ենք վերջին տարիներին։ As we did it in recent years. Iranian foreign minister was asked if he is afraid of US invasion and the answer got millions of views. Իրանի արտգործնախարարին հարցրեցին, թե արդյոք չի վախենում ցամաքային ներխուժումից, նրա պատասխանը միլիոնավոր դիտումներ է հավաքում սոցցանցերում։ Հարաղջին ասաց, ոչ, մենք սպասում ենք նրանց։ Ինչ ձևով եք սպասում, ում կարող են օգտագործել ցամաքային գործողության համար։ Քրդերը կարծես թե չեն ցանկանում այդ դերը ստանձնել։ Ինչ կասեք ուրիշների մասին։ Սա հարցնում եմ նաև Նախիջևանում կատարվածը եւ Ալիևի արձագանքը նկատի ունենալով։ Եվ ի վերջո, ըստ ձեզ, ինչ կատարվեց Նախիջևանում, especially from the Azerbaijani president. Also, what happened in Nakhchivan, in your opinion? If they want to start a ground attack against Iran, it's not just about pan-Kurds element in Iraqi Kurdistan. There is a chance that some pan-Turks element act against Iran. Կարծում եմ, եթե նրանք ցանկանում են ցամաքային հարձակում սկսել Իրանի դեմ, ապա խոսքը միայն Իրաքյան Քրդստանի պան-քրդական տարրերի մասին չէ։ Կա հավանականություն, որ որոշ պանթուրքական տարրեր եւս կգործեն Իրանի դեմ։ Բաքվի ռեժիմի կողմից Ադրբեջանի սահմանների միջոցով եւ հենց հիմա իսրայելացիները խոսում են Պարսից ծոցի 3 իրանական կղզիների վրա հարձակվելու, նաեւ Պարսից ծոցը եւ Օմանի ծովի ափերին գտնվող իրանական ռազմաբազաների վրա հարձակվելու մասին։ Այսպիսով, եթե նրանք ցանկանում են սկսել ցամաքային գործողություն, ապա դա կլինի բարդ, համապարփակ լայնածավալ հարձակում եւ բոլոր հակաիրանական տարրերը from different neighbors may start this attack. Տարբեր հարևանների տարածքներից բոլոր անջատողականները միասին կարող են սկսել այդ հարձակումը, բայց մենք պատրաստ ենք նրանց գործողություններին, անջատողական տարրերին հաղթելու երկար պատմություն ունենք։ Սկսած իսլամական հեղափոխության առաջին տարիներից, երբ փորձում էին բաժանել երկրի հյուսիսարևմտյան եւ արևմտյան մասերի որոշ նահանգներ, բայց Իրանի այդ տարածքի ժողովուրդը հակահարձակման գնաց եւ հաղթեց։ People of that parts of Iran counterattacked them and defeated them. So I consider zero chance for them because the majority of Iranians are against this idea and we are Հետևաբար զորոյական հնարավորություն եմ տեսնում նաև Իրանի դեմ ցամաքային գործողության հաջողության համար, քանի որ իրանցիների մեծամասնությունը դեմ է մասնատման գաղափարին, եւ մենք իրական ազգային պետություն ենք, ոչ թե կեղծ կազմավորում, որի սահմանները գծել են Միացյալ Նահանգները, Անգլիան եւ որոշ եվրոպական երկրներ։ The consequences of this dangerous plot, this dangerous American-Israeli plot, and they want to confront. Մարդիկ, բոլոր իրանցիները գիտեն, թե ինչ հետևանքներ կունենա այս վտանգավոր դավադրությունը, այս վտանգավոր ամերիկա-իսրայելական դավադրությունը, եւ նրանք ցանկանում են դիմակայել։ Մենք հետևում ենք, թե ինչպես վերջերս Իսրայելը եւ Միացյալ Նահանգները հարձակվեցին Իրանի հյուսիս-արևմուտքում Մազանդարան նահանգում գտնվող իրանական ռադարային համակարգերի վրա, եւ դա նշանակում է, որ հնարավոր է ցանկանում են ցամաքային հարձակում սկսել, հասկանալով, որ չեն կարողանում ավիահարվածներով հաղթել Իսլամական Հանրապետությանը։ Բայց իրանական բանակը պատրաստ է, մենք ունենք բազմաթիվ նոր, առաջադեմ եւ ժամանակակից հնարավորություններ, որոնք անգամ դեռ չենք ցուցադրել մեր թշնամիներին։ Start the attack, they can show it and they will pain a lot and I am sure that the energy market and the stock market will blow up and they cannot, Եթե նրանք ցանկանում են սկսել ցամաքային հարձակումը, կարող ենք ցույց տալ եւ նրանք շատ ցավ կզգան։ Վստահ եմ, որ էներգետիկ շուկան եւ ֆոնդային շուկաները կպայթեն եւ նրանք չեն կարողանա արդարացնել Իրանի դեմ այս տեսակի բարբարոսական հարձակումը իրենց ժողովրդի առաջ, քանի որ կփլուզվի նրանց տնտեսությունը, եթե ցանկանան շարունակել այս պատերազմը 2-3 շաբաթից ավելի։ Այսպիսով, եթե նրանք ցանկանան ինչ-որ բան անել, կարծում եմ կտեսնեք այս 1 կամ 2 շաբաթվա ընթացքում, քանի որ դրանից հետո նավթի գները կբարձրանան, տնտեսական իրավիճակը կվատթարանա։ Դրանից հետո Թրամփը կոնգրեսի ընտրություններում հաղթելու ոչ մի շանս չի ունենա, եւ դեմոկրատները կհակադարձեն նրանց։ Միացյալ Նահանգների ժողովուրդը կդիմադրի նրանց, եւ Նեթանյահուն կհայտնվի դժոխքում։ Democrats will hit them, people of the United States will hit them and Netanyahu will be in hell.
Coming back to the Aliyev's reaction again, նորից գալով Ալիևի արձագանքին, ինչու հրահանգեց Ադրբեջանի զինված ուժերին պատասխան գործողությունների պատրաստվել։ Ինչ նկատի ուներ սպառնալով, թե Ադրբեջանի երկաթե բռունցքը կարող է նորից գործի դրվել։ What does Aliyev mean? Aliyev never plays for himself. He plays for United States, United Kingdom, Israelis and so on. He has no control over himself and his country. Մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ Ալիևը երբեք չի խաղում իր համար։ Նա խաղում է Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, իսրայելցիների եւ մյուսների համար։ Նա չունի վերահսկողություն իր եւ իր երկրի նկատմամբ։ Գիտեք, նախևառաջ նա անօթաչու թռչող սարքերով հարձակում կազմակերպեց իր դեմ, եւ մենք գիտենք, որ դրա հետևում իրականում Իսրայելի եւ Միացյալ Նահանգների ծրագիրն էր։ Iran has shown during these 2 weeks that Iran selects its targets very precisely and then find these targets and attack them accurately. Եթե Իրանը ցանկանում է անօթաչուներով հարվածել որոշ թիրախների, ապա երբեք անօթաչուները չեն ընկնում դատարկ տարածքի վրա։ Այս 2 շաբաթների ընթացքում Իրանը ցույց տվեց, որ ճշգրիտ է ընտրում եւ խոցում իր թիրախները։ Մենք ունենք հրթիռներ, որոնք կարող են ոչնչացնել թիրախները, կրկնեմ, ճշգրտորեն։ Այսպիսով Նախիջևանին հարվածը իրանական անօթաչու թռչող սարք չէր, դա Իսրայելի դավադրությունն էր, Բաքվին Իրանի դեմ պատերազմում ներքաշելու համար։ Բայց կարծում եմ Ալիևն ինքը հասկանում է, որ չի կարող դիմակայել Իրանին եւ Իրանի դեմ որոշ հռետորաբանությունից հետո փոխեց միտքը, քաղաքավարի դարձավ, շնորհավորեց Իրանի նոր առաջնորդին, իսկ դրանից հետո Ռուսաստանից մարդասիրական օգնություն ուղարկեց Իրան։ Գիտեք, բայց հարցն այն է, որ նա Լաչինում եւ որոշ այլ վայրերում կառուցել է որոշ ռազմական նշանակության օդանավակայաններ։ But the point is that he's preparing some military airports in Lachin and some other parts that if Israel wants him to attack Iran, he will facilitate that. Որպեսզի եթե Իսրայելը ցանկանա օգտագործի դրանք Իրանին հարվածելու համար։ Մենք չենք պատրաստվում պատերազմ սկսել որևէ երկրի դեմ։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Եթե Բաքուն ցանկանա կրկնել այն, ինչ անում են արաբական երկրները, մենք կարձագանքենք։ What Arab countries are doing, so we will react. Ինչպես ասաց Իրանի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար դոկտոր Ալի Լարիջանին, մենք ոչինչ չենք անելու Ադրբեջանի դեմ, բայց եթե նրանք ցանկանան ինչ-որ բան անել մեր դեմ, Իրանը կպատասխանի։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կանեն նրանք։ Iran will respond and it depends on what they are going to do right now. They are just talking. When they are just talking, we're just watching. But if they want to do anything, we will react as we are doing in Iraqi Kurdistan, in Arab countries and Այս պահին նրանք պարզապես խոսում են։ Երբ նրանք պարզապես խոսում են, մենք պարզապես հետևում ենք, բայց եթե նրանք ցանկանան ինչ-որ բան անել, մենք կարձագանքենք, ինչպես անում ենք Իրաքյան Քրդստանում, արաբական երկրներում։ Կարծում եմ Ալիևը պարզ եւ հստակ գիտի, որ ինքը որևէ կարողություն չունի Իրանին դիմակայելու համար։ the whole region will destabilize and Kurd elements maybe act against Erdogan and he knows that after Եվ Թուրքիան կարծում եմ Ալիևին զգուշացրել է չմիջամտել, քանի որ եթե միջամտեն, ապա ամբողջ տարածաշրջանը կապակայունանա, քրդական տարրերը կարող են գործել Էրդողանի դեմ։ Եվ Էրդողանը գիտի, որ Իրանից հետո Իսրայելի հաջորդ թիրախը կլինի ինքը, քանի որ Իսրայելը չի կարող հանդուրժել իր հարևանությամբ որևէ հզոր իսլամական երկրի գոյությունը։ Այսպիսով կարծում եմ, եթե նրանք ինքնուրույն որոշումներ կայացնեն, ապա կասեի չեն պատրաստվում պատերազմ սկսել Իրանի դեմ, բայց քանի որ իսրայելցիներն ու Միացյալ Նահանգները պարտվեցին մեզ եւ չկարողացան հաջողության հասնել մեր դեմ, գուցե փորձեն ստիպել որոշ հարևանների ներքաշվել, այդ թվում Իրաքյան Քրդստանին, Ադրբեջանին եւ որոշ արաբական երկրների։ Նույնիսկ լուրեր կան Թուրքմենստանում իսրայելցիների ներգրավվածության եւ նույնիսկ Պակիստանում որոշ անջատողականների մասին։ Այս ամենը հնարավոր է։ Մենք շատ ուշադիր հետևում ենք տարածաշրջանին եւ կգործենք համապատասխանաբար եւ ճշգրիտ։ Israel's involvement in Turkmenistan and even some separatists in Pakistan. So all these things are possibilities. We are watching the region so closely and we will act accordingly and precisely. Why is Nakhichevan strategically? Ինչու է Nakhichevanն այսքան կարևոր իհարկե լինելով Հայաստանի, Իրանի եւ Թուրքիայի միջև?
between Armenia, Iran and Turkey. So Nakhchivan is important because it's a crossroad between Iran, Turkey and Baku. It's the beginning of the so-called fake Zangezur corridor. Նախիջևանը կարևոր է, քանի որ այն խաչմերուկ է Իրանի, Թուրքիայի եւ Բաքվի միջև։ Այն այսպես կոչված կեղծ Զանգեզուրի միջանցքի սկիզբն է։ Այն Թուրքիային տարածք է տալիս հարավային Կովկաս մտնելու համար։ Այն Թուրքիայի համար միակ մուտքն է դեպի հարավային Կովկաս, դեպի Հայաստան, Բաքու եւ Կասպից ծով։ Թուրքիան Նախիջևանում ունի ռազմական եւ հետախուզական մեծ ներկայություն, եւ Թուրքիայի համար կարևոր է Նախիջևանում վերահսկողություն ունենալը։ It's important for them to control their, and Aliyev knows that, and Aliyev also is concerned about. Ալիևը գիտի սա եւ Ալիևը նույնպես մտահոգված է փաստով, որ Էրդողանը հետաքրքրված է Նախիջևանով։ Տարածաշրջանում բոլորի համար կարևոր է, որ Նախիջևանում ամեն ինչ լուռ եւ խաղաղ լինի, բայց կարծում եմ, որ իսրայելցիները ցանկանում են որոշակի անկայունություն սկսել այնտեղ, եւ եթե նրանք ցանկանում են ցամաքային հարձակում սկսել Իրանի դեմ, Նախիջևանը նրանց համար ավելի լավ տարբերակ է, քանի որ Բաքվի հիմնական տարածքին կից չէ եւ Ալիևը կարող է պնդել, թե դա իր մեղքը չէ, իսրայելցիներն են սկսել։ Եվ եթե նրանք ցանկանում են ստիպել Թուրքիային մասնակցել Իրանի դեմ որևէ տեսակի ագրեսիայի, Նախիջևանն ավելի լավ տարբերակ է Թուրքիայից օգնություն խնդրելու համար, քանի որ ցամաքային կապ կա Նախիջևանի եւ Թուրքիայի միջև։ Force Turkey to participate in any kind of aggression against Iran, Nakhchivan is a better option for them to ask for Turkey help because it's a ground connection between Nakhchivan and Turkey. So this part is a very, very sensitive and important part of soil and Այսպիսով այն շատ զգայուն եւ կարեւոր տարածք է եւ Իրանը գիտակցում է դա։ Հարևան երկրների այս մասում Իրանը բազմաթիվ հսկողության եւ հետախուզական գործողություններ է իրականացնում եւ մենք պատրաստ ենք արձագանքել ճշգրիտ եւ կախված նրանից թե ինչ է տեղի ունենալու։ And we are ready for react so precisely and based on what is going to happen. Խնդրում եմ բացատրեք մեզ, թե ով է Մոջթաբա Խամենեին եւ ինչ է նրա ընտրությունը նշանակում։ Ayatollah Mojtaba Khamenei, Iranian new leader, you must know that he's going to continue the path of his father with more strength. Իրանի նոր առաջնորդ Այաթոլլահ Մոջթաբա Խամեյնիի մասին պետք է իմանաք, որ նա ավելի մեծ ուժով շարունակելու է իր հոր ուղին։ Նրա եւ հոր միջև տարբերություն չկա։ Նա եղել է հոր օգնականը տարբեր ոլորտներում, այդ թվում քաղաքականության, տնտեսության, անվտանգության, հետախուզության։ Նա շատ մտերիմ է եղել հոր հետ, նրա օգնականն է եղել։ Փորձառու մարդ է, թեև այդքան էլ ակտիվ չի եղել հասարակական վայրերում։ Երկիրը կառավարող մարդիկ գիտեն, թե որքան փորձառու է նա, որքան ներգրավված է եղել Իրանի ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ, եւ ես վստահ եմ, որ նա ավելի մեծ ուժով շարունակելու է Իսլամական Հանրապետության քաղաքականությունը։ How much his experience, how much he has been involved in internal and external politics of Iran, and I'm sure that he's going to continue the Եթե ուսումնասիրեք նրա առաջին ուղերձը, կհասկանաք, թե որքան վճռական է նա Իսլամական Հանրապետության քաղաքականությունը շարունակելու հարցում։ Նա հիանում էր դիմադրության ճակատներով եւ խմբերով Իրաքում, Եմենում, Լիբանանում, Գազայում։ Նա հայտարարեց, որ շարունակելու ենք Հորմուզի նեղուցը փակ պահելու քաղաքականությունը, եւ նա խոսեց փոխհատուցման մասին։ Ասաց, մեր թշնամիները պետք է փոխհատուցեն։ Resistance front and groups in Iraq, Yemen and Lebanon and Gaza and so on, he retaliated. He said we are going to continue the policy of closure of Hormuz Strait, and it talked about compensation. I said our enemies must compensate, and if they are not going to compensate us, we will ask for compensation with force, and if Եթե չեն պատրաստվում փոխհատուցել, մենք ուժով կպահանջենք փոխհատուցում։ Եթե չեն պատրաստվում վճարել, մենք կհարվածենք նրանց եւ կհակադարձենք մեր երկրին հասցված վնասին համարժեք։ Այսպիսով նա հզոր է եւ շարունակելու է իր հոր ճանապարհը։ Հոր փոխարեն նրա ընտրությունը սարսափելի լուր եւ մղձավանջ էր Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համար, քանի որ այնտեղ գիտեն, թե որքան վճռական եւ հզոր է նա։ Եվ գիտեք, բոլոր իրանցիները ողջունում են այս որոշումը։ Վստահ եմ, որ նրա ղեկավարությամբ Իրանի համար պայծառ ապագա կա, քանի որ Իսլամական Հանրապետության քաղաքականությունից շեղումներ չկան։ Going to, continue the path of his father and his,
replacement was a horrible news and a nightmare for United States and Israel because they know that how much he's, decisive and how much he's powerful and all Iranians welcome this decision and they are sure that with his leadership there is a bright future for Iran since there is no diverse from the policies of Islamic Republic. How long this conflict could be continued, this war could be continued and ինչքան կարող է շարունակվել այս պատերազմը եւ ինչ պայմաններ են պետք, որ այն ավարտվի։ For the second time, Iran was in the middle of negotiation with United States that they broke the promises and attacked Iran. We accepted many of what they wanted. We accepted many of their conditions. Ինչպես գիտեք, երկրորդ անգամ Իրանը բանակցությունների մեջ էր Միացյալ Նահանգների հետ, երբ նրանք հաղթեցին խոստումները եւ հարձակվեցին Իրանի վրա։ Մենք ընդունեցինք նրանց շատ պայմաններ, այն ինչ նրանք ուզում էին, բայց երկրորդ անգամ նրանք փորձեցին խաբել Իրանին եւ հարձակվեցին մեզ վրա, սպանեցին բազմաթիվ անմեղ իրանցիների, թիրախավորեցին բնակելի շենքեր, երկրի տարբեր մասերում գտնվող քաղաքացիական շինություններ, հիվանդանոցներ։ Նրանք թիրախավորեցին պատմական հուշարձանները։ Նրանք սպանում են մարդկանց, ովքեր փորձում են անվտանգություն հաստատել քաղաքներում։ Նրանք թիրախավորում են քաղաքներում անվտանգության անցակետերը, քաղաքական պատերազմ սկսելու եւ երկիրը քանդելու համար։ This kind of enemy that they never respect any humanitarian rules and they don't even respect the international organizations that they themselves created. It's so hard for Iran to trust them because they are not trustable. They are evil. Երբ մենք ունենք այսպիսի թշնամի, որը չի հարգում որևէ մարդասիրական կանոն եւ նույնիսկ չի հարգում իր կողմից ստեղծված միջազգային կազմակերպությունները, Իրանի համար շատ դժվար է վստահել նրանց։ Նրանք պարզապես վստահելի չեն։ Նրանք սատանաներ են, չարիք են։ Բոլոր իրանցիները Միացյալ Նահանգներին եւ իսրայելցիներին չարիք են համարում։ Նրանք Էփշտեյնի ֆայլերի մանկապիղծներն են, մանկասպանները, ռասիստները, որոնց մենք ընդհանրապես չենք կարող վստահել։ Այսպիսով մենք պետք է վստահ լինենք, որ նրանք չեն կարող կրկին հարձակվել մեզ վրա, չեն կարող կրկին վնասել մեզ։ Make them on their knees and they have to pay the price and they have to compensate and they must say that we are not going to attack you again and we need some guarantees for them and our guarantee is not what they are saying. Our guarantee Չեն կարող հարձակվել մեր ենթակառուցվածքների վրա։ Իրանի քաղաքականությունը շատ պարզ է։ Մենք պետք է նրանց ծնկի բերենք եւ նրանք պետք է վճարեն գինը, նրանք պետք է փոխհատուցեն եւ նրանք պետք է ասեն, որ այլևս չեն հարձակվելու մեզ վրա։ Եվ մեզ անհրաժեշտ են որոշակի երաշխիքներ, եւ մեր երաշխիքը այն չէ, ինչ նրանք ասում են։ Մեր երաշխիքն այն է, որ նրանք պետք է վճարեն գինը եւ դա նրանց համար շատ ցավոտ է լինելու։ Իրանը կխոսի նրանց այնպես, որ նավթի գինը կաճի 1 բարելի համար ավելի քան $150-200 in Iran. If they want to attack electricity network of Iran, we are going to make them understand the consequences of that. So, first of all, we have to Նրանք պետք է հասկանան, որ եթե ցանկանում են անկայունացնել Իրանը, մենք էլ անկայունացնելու ենք նրանց տնտեսությունը։ Եթե նրանք ցանկանում են հարձակվել Իրանի արդյունաբերական ենթակառուցվածքների վրա, եթե ցանկանում են հարձակվել Իրանի էլեկտրաէներգետիկ ցանցի վրա, մենք նրանց կհասկացնենք դրա հետևանքները։ Նախ եւ առաջ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները։ Նախ եւ առաջ նրանք պետք է փոխհատուցեն մեզ այս բոլոր արաբական երկրները, Միացյալ Նահանգները, Իսրայելը եւ այս պատերազմին մասնակցած մյուս երկրները։ Նրանք պետք է ընդմիշտ լքեն իրենց ռազմաբազաները Պարսից ծոցի երկրներում։ Մենք չենք կարող ընդունել Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ներկայությունը մեր հարևանների տարածքում։ They have to respect our nuclear technology and our nuclear cycle and we are going to continue using this technology in a way that we want and we cannot accept that they want to Նրանք պետք է տարհանեն այս բոլոր ռազմաբազաները եւ փոխհատուցելուց հետո պետք է հարգեն մեր միջուկային տեխնոլոգիաները եւ մեր միջուկային ցիկլը։ Մենք շարունակելու ենք օգտագործել այդ տեխնոլոգիան այնպես, ինչպես մենք ենք ուզում եւ չենք կարող ընդունել մեր միջուկային գործունեությունը դադարեցնելու նրանց ցանկությունը։ Դրանից հետո մենք ուզում ենք, որ Թրամփին եւ Նեթանյահուին, որոնց անցագործներ ենք համարում, դատեն միջազգային դատարանում։
Նրանք պետք է պատասխան տան իրենց գործած հանցանքների համար, եւ սրանք հիմնական պայմաններն են, որոնք գուցե ընդունելի են մեզ հրադադար սկսելու համար, բայց իրավիճակը փոխվել է։ Իրանը չի ընդունելու նրանց որևէ ամբարտավանություն։ Is acceptable for us to start a ceasefire, but the situation has changed. Iran is not going to accept any of their, we are not going to accept their arrogance about, for example, resistance groups. All resistance groups in the, neighboring countries must be respected and Գիտեք, մենք չենք ընդունելու օրինակ դիմադրության խմբերի վերաբերյալ նրանց պահանջները։ Հարևան երկրների բոլոր դիմադրության խմբերը պետք է հարգվեն, եւ նրանք պետք է դադարեցնեն Լիբանանի վրա հարձակումները։ Նրանք պետք է դադարեցնեն Իրաքի վրա հարձակումները։ Նրանք պետք է դադարեցնեն Եմենի, Պաղեստինի վրա հարձակումները։ Մենք չենք կարող ընդունել նման ագրեսիաները։ Բոլորս պետք է խաղաղության մեջ լինենք, եւ եթե այսքանից հետո նրանք կրկին ծրագրեն պատերազմ սկսել մեր դեմ, մենք պատրաստ ենք հարվածել նրանց իրանական հզոր հրթիռներով, անօդաչու թռչող սարքերով եւ այլ գաղտնի տեխնոլոգիաներով, որոնք դեռ չենք օգտագործել։ Եթե շարունակեն թիրախավորել Իրանի քաղաքացիական բնակչությանը, մենք պատրաստ ենք ցույց տալ աշխարհին նաեւ այդ տեխնոլոգիաները եւ հասկացնել, որ պետք է հարգանքով խոսեն իրանցիների հետ։ That they have to talk to Iranians with respect. Կրկին շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Thank you and thank you for Շնորհակալ եմ հրավերի համար եւ ցտեսություն։ goodbye. Դուք դիտում եք իրական Թուրքիա նախագիծը, շնորհակալություն ուշադրության համար։